Մենք կագնգալեինք, որ բանակնացներու հանդիպում են եւ այս անգամ ավելի բարձր մագարտակով Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Թուրքիո նախագահի մագարտակով գայացող հանդիպում են եւ ավելի հստակ կարգում զարգացումներու վերահասու գլանք, բայց այդպես չեղավ։ Անոնք նախորդներու նման սովորական դրական պատգամներով ավարտեցին իրենց հանդիպումը, չեմ գիտեր թե այս հանդիպումը ինչի ծառայեց, որովհետև մինչև այս արդեն երկու բանակնացները Սերդար Կրիլիչ եւ Ռուբեն Ռուբինյանը արդեն որոշ մթնոլորտ ստեղծած էին, անոր վրա մենք կսպասեինք հավելյալ բանը եւս, այդ մեկը չեղավ, բայց արդյոք մենք այս խնդիրը գտցինենք միայն Հայաստան-Թուրքիա հարաբերություններու բնականոնացման ձևաչափի մեջ, բայց գիտեք, որ այդ հանդիպումը կայացավ բավական թեժ օրակարգի ընթացքին, որն էր իսրայելյան հարձակումը Իրանի վրա եւ Իրանին համապատասխան ուժով փոխադարձ է։ Այդ պայմաններու մեջ է, որ այդ թեժ օրակարգի վրա էր, որ հանդիպումը կայացավ, հետևաբար արդյոք բոլոր խոսվածները փոխանցվեցան մեզի, թե ոչ ուրիշ եդերալգային այդ մասին խաղապար չունենք։ Մենք սաբավան կխոսենք կամ կմեկնաբանենք միայն կատարված պաշտոնական հաղորդումները։